1 տարի ես արդեն տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության օրենսդրության փոփոխություններից մի կետ շատ ուղիղ անդրադառնալու է նաև Հայաստանից ուղևորա եւ բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա։ Դա Ռուսաստանի Դաշնությունը մոտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 ֆեդերալ օրենքի փոփոխությունն է, որը արդեն ուժի մեջ մտավ եւ հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախկին տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր, այսինքն 2 անգամ ժամկետը կրճատվել էր համաձայն այս փոփոխության, ինչը ցավոք սրտի վերաբերվում է նաև ուղևորա եւ բեռնափոխադրում իրականացնողներին եւ որևէ բացառություն արված չէր։ Միանգամից ասեմ, որ սա վերաբերվում է ոչ միայն ուղևորա եւ բեռնափոխադրում իրականացնողներին, բոլոր կատեգորիաներին, որի մեջ մտնում էին օրինակ օդաչուները, բորտուղեկցողները, ինքնաթիռների սպասարկող անձնակազմերը, գնացքավարները եւ այլն։ Բայց քանի որ մեր խնդիրը հիմա բեռնափոխադրողների հետ է կապված, դրա համար ես հիմնական ուշադրությունը հրավիրում եմ հենց բեռնափոխադրողներին։ Մյուս կողմից փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ վերահսկվող անձանց ռեեստրը եւ արտաքսման ռեժիմը, ռեժիմ վիսելկի մասին օրենքը, համաձայն որի վարչական խախտում իրականացնողները, որոնք գտնվելու ժամկետից ավել կմնան ՌԴ-ում կամ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի, բայց կշարունակեն մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, ժամկետի մեջ բուժզննում չեն անցնի եւ այլն, այսպիսի վարչական խախտումներ իրականացնողների համար ստեղծվեց վերահսկվող անձանց ռեեստրը, որտեղ երբ մարդիկ ընկնում էին, նրանց բանկային հաշիվները անմիջապես սառեցվում էին եւ որևէ գործարք նրանք իրականացնել չէին կարող, այսինքն բավականին լուրջ հետևանքներ է ունենում վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելը, բայց վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվողների պարագայում ուրեմն նախագահի 1126 որոշումը հրապարակվեց ՌԴ նախագահի, համաձայն որի մինչև ապրիլի 30-ը անձանց թույլատրված էր կարգավորել իրենց փաստաթղթերը առանց ՌԴ-ից դուրս գալու եւ օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Շատ ավելի ուշ այդ հրամանագրի ժամկետը երկարացվեց մինչև սեպտեմբերի 10։ Ինչու եմ ես այս օրենքի անդրադառնում եւ ինչու եմ ուշադրություն հրավիրում այս որոշմանը եւ այս օրենքին, որովհետեւ մինչեւ սեպտեմբերի 10 բավականին լոյալ վերաբերմունք էր եւ մարդկանց տրվում էր հնարավորություն որևէ խախտում ունենալու պարագայում վերացնել այդ խախտումը եւ շարունակել Ռուսաստանի Դաշնությունում գտնվել արդեն օրինական հիմքերով։ Ուստի մինչև սեպտեմբերի 10-ը որևէ խիստ հսկողություն որպես այդպիսին ոստիկանության կողմից չի դրսևորվել նաեւ փոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ եւ նրանք վարչական տույժերի չեն ենթարկվել, բայց այս սեպտեմբերի 10-ից հետո եւ այսօր արդեն մենք հոկտեմբերի 13-ն է, այսինքն 1 ամիս շարունակ բավականին խիստ ոստիկանությունը հետեւողականորեն ստուգում է բոլորի անձնագրերը եւ հաշվում այն օրերը, որքան են նրանք ավելի մնացել իրենց օրինական թույլատրված 90 օրից, այսինքն 90 օրը լրացել է ենթադրենք հունիսին, մինչև տվյալ պահը, երբ իրենք ստուգում են իրականացնում, հաշվում են, թե քանի օր է ավել մնացել տվյալ անձը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Միանգամից ասեմ, որ ուրեմն վարչական իրավախախտումների մասին 114-րդ դաշնային օրենքի 27-րդ հոդվածը ունի կետեր, որոնք նախատեսում են, թե ինչ 11-ից 14-րդ հոդվածներն են, թե ինչ ժամկետների պարագայում ինչ տույժեր են նախատեսված։ Եվ համաձայն դրանց, եթե անձը իր օրինական գտնվելու ժամկետից 90-ից 180 օր ավելի է մնում, դրվում է մուտքի արգելք 3 տարի ժամկետով։
180-ից 270 օր ավել գտնվելու պարագայում մուտքի արգելք 5 տարի ժամկետով, իսկ 270 եւ ավելի օր գտնվելու պարագայում 10 տարի ժամկետով։ Ես արդեն ունեմ 1 տասնյակից ավել այդպիսի վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներ, որ ուղարկել են վարորդները, որտեղ հստակ նշված է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը խախտել են եւ գտնվել են ավելին ու հաշվարկած են 138 օր, 146 օր եւ այլն։ Բայց այստեղ էլ խնդիր կա, որ չնայած այդ օրերը չեն գերազանցում 180 օրը, միևնույն է այս անձանց մուտքի արգելք տրված է 5 տարի ժամկետով, այսինքն նրանց պետք է գոնե 3 տարով տնեին մուտքի արգելք, բայց արդեն դրվել է 5 տարի ժամկետով։ Այստեղ մի բան հասկանանք, բեռնափոխադրողները այդ 90 օրվա մեջ չեն տեղավորվում տարվա կտրվածքով, որովհետև ճանապարհները փակ են, ստիպված են լինում երկար մնալ Ռուսաստանի տարածքում, ինչ խնդիր կա, որ չեն տեղավորվում։ Բոլորը միասին։ Այսինքն հնարավոր է, որ բեռը բավականին երկար ճանապարհ են տանում իրենք, հասկանում եք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքը դա Հայաստանի Հանրապետության տարածք չէ, որ մեկ օրում հնարավոր լինի մի ծայրից մյուսը գնալ, այնտեղ օրեր են պետք, հետո բեռը տանել, տեղ հասցնել, դատարկել, նոր բեռ վերցնել, վերադառնալ, եւ կարող է այդ, չգիտեմ, 6-7 անգամ գնալ գալու պարագայում այդ 90 օրը ծախսվի։ Մյուս կողմից անշուշտ ձեր ասած տարբերակը եւս կա, երբ որ մարդիկ գալիս են եւ Լարսի անցակետում օրերով ցավոք հաճախ երկար են մնում, այսինքն լինում են դեպքեր, երբ լինում են 10, 15, նույնիսկ 20 օր իրենք ուղղակի այդ անցակետում մնում են, մինչև կարողանում են դուրս գալ։ Եվ այս օրերը եւս այդ 90 օրից հաշվարկում են, այսինքն ստացվում է այնպես, որ կամ երկար ճանապարհի պարագայում, կամ եթե օրինակ մեքենան փչացավ եւ չհասցրեց դուրս գալ էլի գումարվում է այդ ժամկետը եւ նաեւ այն, որ Լարսում իրենք ուղղակի ստիպված սպասում են իրենց կամքից անկախ պատճառներով եւ այս բոլոր օրերը գումարվում են։ Ու ստացվում է, որ անձիկ այդ 90 օրը ուղղակի չեն կարող չգերազանցել։ Նույնիսկ եթե Լարսի խցանումները չլինեն, միևնույն է հաճախ բեռներ տանող բերող անձինք տարվա ընթացքում միանշանակ գերազանցելու են այդ 90 օրը։